Ձեր կարծիքով հնարավոր է ամիսը 40,000 դրամ թոշակով ապրել։ Չէ։ Ոչ, չի կարելի։ Ոնց կարելի է 40-ով, մենակ կոմունալները 40 չեն։ Մուծում են 40-ից ավել։ Այն անշարժ բուրգը, եւ այն աղբը, ինչա, հաշվել են իրանք ջեբը մի հատ 40,000 դնեն ու ասեն ապրեք, ոչ թե միլիարդներ, որոնք ազգային ժողովը շատ լավ այլեցին ամեն ինչով։ Մաքսիմավճարները։ Այո։ Вообще, երբ են դրանք վերանալու, այն ժամանակ ժողովուրդը շատ լավ կապրի։ Ով ուզում է գա, բայց մենակ այս ոչ են նախները, ոչ էլ էս Փաշինյանը։ Սաղ քանդեց, հայրենիքը ծախեց, հայ ժողովուրդին ծախեց, թուրքա։ Ազգային ժողովն էլ, ինքն էլ, որ հայրենիքը ծախում է, թող մտեն գետնի տակ, այնտեղ ծախեն էլ։ Գիտեք, դա շատ հարաբերական է, էլի, այդ ասածը։ Դեռ իհարկե հնարավոր չի 40,000-ը ինչ փող է այսօրվա թոշակառուի համար։ Եթե թոշակառուն խնդիրներ ունի հիվանդության հետ կապված, ասենք եթե միայնակ է, իսկ իր ոչ կոմունալներին դա կհերիքի, ոչ էլ իր դեղորայքին կհերիքի, կարծում եմ ես։ Մեր ղեկավարությունից պետք է յուրաքանչյուրը իր մամային ու պապային տա 40,000 դրամ թոշակ, այդ որ նստում են տենց անպալ գորգոր բարերով են խոսում, թող տան այդ թոշակը իրանց մամաներին ու պապաներին ու տեսնեն իրանք ոնց կարան մենակ ապրեն, այդ ժամանակ այդ թող իրանք այդ հաշվարկները ճիշտ կատարեն։ Ես միայն այդ կարող եմ ասել, որովհետև նստած են անգրագետների մեծ կույտ այնտեղ։ Իհարկե ոչ, ես թոշակառու եմ, բայց աշխատում եմ։ Առանց եթե չի աշխատի, իհարկե ոչ։ Չնայած իմ թոշակը 40,000 չի, ավել է մեկը 60,000-ն քիչ է։ Իմ կարծիքով պետությունը ինչքան հնարավորություն լինի, կավելաս։ Իր հնարավորության սահմաններում է վճարել։ Ահրիկերից դուք ինչ եք կարծում։ Կարելի է։ Հիմա դե կարծիքն է Իհարկե ոչ։ 40,000-ը մենակ հացի համար օրական մի հաց կնելուց քան կդրամ ամսը հաշվեք էլ արդեն պարզ է ամեն ոչ թոշակով ինչ անես 40,000-ով ինչ անես ես ինքս վարձով մնալով 200,000-ից ավել վարձ եմ տալիս ոնց կմնամ Ոչ իհարկե Իսկ թոշակառու եք, թոշակառու եք Բավարարում է ձեր թոշակը ձեր ծախսերին երեխաներն են ասում Բավարարում է ձեր թոշակը ձեր Չէ, իհարկե Շատ քիչ է ժողովրդին ախր միլիցիաներներին մեշոկով փող է տալիս անհնարին է 40,000-ով ոնց մի ապրի մեկը չի կարող Իսկ թոշակառու եք, թոշակ ստանում եք չէ ես աշխատում եմ բայց բավարար չէ բայց աշխատում եմ որ սպառվում եմ միայն ես որպես բժիշկ եմ ինչ եմ ստանում ամիսը 125,000 բայց նման օր չեմ աշխատում մասնագի բժիշկ ես կանաստանում բայց թոշակառու ոնց ապրելու ես դա աշխատավարձի վրա չեմ վստահում եկամուտ ունեմ դրանով ապրում եւ բաղում եմ ընտանիքս բայց թոշակառու աննարին ապրի 40,000-ով 30,000 ինչ է $100 բոլոր ամեն Եվրոպայում աշխարհում ամեն $1,000 են տալիս ելնի Գերմանիա ելնա Կանադա Հայաստանում էլ պետք է ավելացնեն դրա համար աղքատությունը շատանում է տեսնում եք մարդիկ գնում են կորասկանություն անում եկեսի մեջ մտնում են փող են ուզում ժողովրդից շատ ամոթ է Այդ հարցը պետք է տալ պարոն Փաշայանին նա կարար 40,000-ով ապրել եւ նրա բանդային որ պատահական մարդիկ Քաշնազարի բախտով եկան իշխանության այդ ժողովուրդը այդ ընդհանրի դիակները ոսկեսկուտը հյուրաբերին իշխանության հիմա լավ է անում շատ լավ է անում սա քիչ է սրանց սա սրանց շատ քիչ է այս կատեգորիայի մար ժողովուրդ այսինքն ժողովուրդ չկա սա հիմնականը ամբողջը այս կատեգորիայի ամբողջին սենց էլ պետք է 40,000 սկին մենակ կոմունալ ծախսերը չի բավականացնի միայնակ թոշակառուի համար այնպես կարող է ապրել Այդ հարցը պիտի տակ պարոն Փաշյան Ոչ մի կարծիք չունեմ այս պետության եւ մնացած ամեն ինչն Կարծիքս բացասական է, ավելի Իհարկե ոչ Ես էլ եմ դեմ որ 40,000 է Ես թոշակառու եմ 36,000 եմ ստանում Իսկ դուք ինչ կասեք,
ինչ կարծիք ունեք։ Համես չի որ ժամանակին ես եւ ոնց Գոնե ենք ապրել։ սիմվոլիկ էլի կարել էր մի ինչ-որ բան ավելացնել։ Ավելացել էլ է հետվճարներ կար։ Հետվճարը ում է պետք։ Սովորական քաղաքացին, որ ստանում է 60,000 աշխատավարձ, ինքն էլ ծառայում է պետությանը եւ իս բնակիչներին իրանց էլ ապարքեվավճար հաստում, բայց անվեհապահորեն աշխատում են ժողովրդի բնակչության հետ առանց ապարքեվավճար։